Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Արշակ Սրբազանը երկար լռությունից հետո արձագանքել է իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի վերաբերյալ աղմուկին, ինչը պարզաբանել arczepiskopos-ը։ Հայտարարություն քրեակատարողական հիմնարկից Բագրատ և Միքայել Սրբազանները դիմել են վեհափառին։ Երևանի աղտոտված օդը մտահոգել է ակտիվիստներին, ինչ քայլեր պետք է ձեռնարկի քաղաքապետարանը։ ԱՄՆ-ում երեխայի ծննդյան խնջույքն ավարտվել է կրակոցներով, զոհվել է 3 երեխա։ Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը երկար լռությունից հետո արձագանքել է իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի վերաբերյալ աղմուկին։ Սրբազանը հերքում է դրանց իսկությունը, ընդգծելով, որ տեսանյութերը կեղծ են և տարածվել են իրեն վարկաբեկելու նպատակով։ Արշակ Սրբազանի խոսքով իշխանությանը դուր չի եկել իր կոշտ դիրքորոշումը գործող քաղաքականության հանդեպ։ Նա հիշեցնում է, որ նախկինում բազմիցս հրապարակավ քննադատել է կառավարության քայլերը և այսօր էլ պնդում է, որ այս իշխանությունը պետք է հեռանա։ Իհարկե դուք տեղյակ եք իմ դիրքորոշումներին, հատկապես 20 թվականից սկսած պատերազմի ողբերգական ավարտից հետո հատկապես։ Ես ձեզ ասեմ, որ 2018 թվականից սկսյալ ես խիստ որոշակի վերապահումներ ունեցել եմ քաղաքական գործընթացների վերաբերյալ, որոնք ծավալվում էին Հայաստանում։ Իհարկե, ես իմ վերապահումները հանրայնորեն, մասշտաբայնորեն չեմ արտահայտել, հաշվի առնելով ժողովրդի լայն շրջանակների աջակցությունը իշխանությանը, հույս ունենալով, որ միգուցե ես եմ սխալվել։ Միգուցե սա այն է, ինչ որ անհրաժեշտ է այսօր Հայաստանի։ Դժբախտաբար, սա այն դեպքն է, սովորաբար մարդիկ ուրախանում են, որ իրենք չեն սխալվել։ Սրբազանը նաև պատմել է, որ քննչական կոմիտեն իրեն վերագրվող տեսագրության փորձաքննությունը կատարել է ընդամենը 1 օրում, իսկ արդյունքները փոխանցել է այն անձին, որը ըստ նրա կապ չի ունեցել քննության հետ։ Սրբազանը նկատում է, եթե նպատակ լիներ իրապես օբյեկտիվ քննություն անցկացնել, ապա գործընթացին կհրավիրեին նաև իրեն, սակայն նման քայլ չի արվել։ Նրա խոսքով այս պատմությամբ իր անձնական կյանքի գաղտնիությունը չի խախտվել։ Խնդիրն այն է, որ իր դեմ ատելություն և թշնամանք է տարածվել։ Ես չեմ կանչվել, ըստ էության ծանոթագիրներ չեն հրավիրել, պարզապես եղել է հրավեր հանդիպումների և մենք հանդիպել ենք։ Իհարկե հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումները արտահայտել, ես իմ դիրքորոշումներն եմ արտահայտել։ Իհարկե տարբեր տեսակի պնդումներ են եղել, համոզումներ են եղել։ Իհարկե ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, բայց ես ձեզ ասեմ, դժվարանում եմ ասել, մեղքը չառնեմ ուրիշների։ Ինչպես? Դժվարանում եմ ասել, ակնարկներ եղել են, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ թողաստվածների մեծամտության համար, եթե այդպես կընկալվի, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչությամբ հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզումներից։ Եվ ես այսօր նույն համոզումների վրա եմ։ Որևէ գործողություն, որևէ սպառնալիք, որևէ տեղեկատվական տեռոր չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որը ավելի մեծ մեղք է, քան այն, ինչ որ ես կարող եմ երբևէ արած լինել։
Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Արշակ Սրբազանը նաև նշել է, որ պետք է բացահայտել այն մարդուն, որը տարածել է տեսանյութը։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակում կոչումից հրաժարվելը կնշանակեր ջուր լցնել իշխանության ջրախացին, իսկ լռելը անտեսել հանրային մեծ արձագանքը։ Տեսագրությունները, որոնք շրջանառվել են, ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի ստանձնել։ Անգամ քննչական կոմիտեն, որ այսպես ասած բարյացականորեն է տրամադրված մեր նկատմամբ, քննչական կոմիտեն ընդունում է, որ դրանք ապօրինի ինչ-որ տեսագրություններ են։ Ոչ ոք չկա, որ ասի, որ այո, այդ տեսագրությունները մենք ենք արել, մենք ենք պատրաստել, մենք ենք հորինել, չկա անտեր ինչ-որ տեսագրություն, անտեր ինչ-որ առարկա է։ Եվ եթե մի բան անտեր է, որոշակիորեն տուժում է նաև դրա արժանահավատությունը։ Ոչ ոք չկա, որ ասի, այո, սա արել եմ, սա իրական է եւ այլ եւ այլ։ Երկրորդը, չկա այս գործով որևէ անձ, որը որ ասի, այո, դա այդպես է։ Ամենայն դեպս շոշափող անձանց շրջանակի մեջ։ Այնտեղ շոշափվում է իմ անձը եւ իմ ընտանիքի անդամների անձինները։ Չկա անձ, որը որ հաստատի, որ դա այդպես է։ Երրորդը, որ ավելի հիմնավոր փաստարկ է։ Ուրեմն դուք գիտեք, թե եկեղեցականների շուրջ ինչպիսի արշավ է իրականացվում։ Եվ գիտեք, որ հատկապես որ եկեղեցականների շուրջ։ Դուք էլ չէ, եւ ես էլ համոզված էի, որ եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, բացարձակապես որևէ քննադատության, որևէ թթու խոսքի չէի արժանանալու։ Ուրեմն հետևաբար այս երևույթը ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, քաղաքական ենթատեքստ։ Չորրորդը, որ կրկին այս իմ երրորդ ասացի շարունակությունն է։ Ուրեմն քննչական կոմիտեն գործ է հարուցել հայտնի իրազեկվածի հաղորդման հիման վրա եւ քննչական կոմիտեում քննվել է, ես հրավիրվել եմ հարցազրույցի։ Ես հանդիպման։ Ուրեմն երբ որ ես հանդիպեցի այնտեղ, ինձ ասացին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չի բացահայտել եւ այլն, եւ դուք պետք է պարտավորված լինեք այդ նախաքննության գաղտնիքները չբացահայտել։ Ես ասացի շատ լավ։ Իսկ այդ արգելքը վերաբերում է միայն ինձ, թե նաեւ ձեզ։ Արշակ arczepiskopos Խաչատրյանը ասուլիսում հավելել է, որ պատարագի ընթացքում կաթողիկոսի անունը չհիշատակելը պարզապես արարողակարգային հատվածի բաց թողում չէ։ Նրա խոսքով դա նշանակում է հրաժարում նվիրապետական կարգից եւ եկեղեցական իշխանությունից, ինչն առանձին կրոնական ուղղություն հիմնելու ակնարկ է։ Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելու է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել եպիսկոպոսներ, 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը եւ ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքությունը։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ եւ կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է եւ ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կաթողիկոսը ունի եկեղեցու եւ եկեղեցուն պատկանելության չափազանց բարձր գիտակցություն։
Այս կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած պատարագին էլ է զեղչվել վեհափար Հայրապետի անունը։ Պատարագիչ քահանա Տեր Արարատի փոխարեն պատարագին մասնակցող քաղաքացիներն են հնչեցրել Գարեգին II անունը։ Այդ քաղաքացիներին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Նրանք եկեղեցում բղավել են վեհափարի անունը, ասելով, որ քահանան գրաքննում է պատարագը, կաթողիկոսը Գարեգին II-ն է, Արցախն էլ հայկական է։ Այդ խոսքերը ասելուց հետո նրանց քաշքշելով դուրս են բերել եկեղեցուց։ Ի դեպ պատարագիչը Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Արարատն էր, որովհետև Սուրբ Սարգիս եկեղեցու քահանաներից ոչ մեկը չէր համաձայնել մատուցել պատարագը, որին էլ ներկա էր Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանները ուժ կիրառելով եկեղեցուց հանել են իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանին եւ ակտիվիստ Հայկ Դորունցին, որին մեկ ամիս առաջ Հովանավանքից բերանը փակելով դուրս էին բերել։ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցածն առաջարկում եմ դիտել կադրերով առանց մեկնաբանության։ Կաթողիկոս Գարեգին II, տեսո մամա այս ծնունդն է, ռուզա շնորհավոր։ Հավանաբար տեսավ, որ կաթողիկոսը Գարեգին II-ն է։ Կաթողիկոսը, բայց խեք գլուխը որ գուցե երկարկում, ինչ ա եղել։ Եղբայր գնացի քաշում չափը տանը, ինչ արել է տղենք հետ։ Ինչ ում տարանիչ համար Հայկն էր դորունց, այն հատվածը, որտեղ պետք է կաթողիկոսի անունը տան, մի խումբ հավատացյալներ եւ չտվեցին։ Այսինքն գրաքննել են։ Սա իսկական պատարագ չի էլի։ Ինչ որ մեկը որոշել է, որ պետք է կաթողիկոս Գարեգին II-ի անունը չտան։ Ու այդ մասը զեղչում են, չեն տալիս։ Այնտեղ մի խումբ հավատացյալներ գոռացին կաթողիկոս Գարեգին II։ Հա, ու Հայկին տարան։ Շատերն են գոռացել։ Մենակ Հայկը չի գոռացել։ Չգիտեմ ինչի է հենց իրեն, երևի որովհետև անցած անգամ Հովանավանքում ինքը բան արեց, գոռաց Ստեփան Ասատրյան իրավունք չունես, երևի հայտնի էր դա արել ու դրա համար իրան տարան։ Հիմա պետք է հասկանալ որտեղ է Հայկը։ Միքայել arczepiskopos Աջապահյանն ու Բագրատ arczepiskopos Գալստանյանը համատեղ հայտարարություն են տարածել։ Սրբազանները դիմել են վեհափար Հայրապետին, խնդրելով հրավիրել եպիսկոպոսատ ժողով քննարկելու առկա հարցերը եւ պատրաստելու ազգային եկեղեցական ժողովի օրակարգը եւ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված 3 սրբազանների մասնակցությունը։ Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խորցավով կատարել հետևյալ հայտարարությունը։ Դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը եւ ընթացքը դավադիր գաղթագողի վարքով։ Դատապարտում ենք աշխարհիկ իշխանությանը, այն էլ հայրենադավ եւ դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ գործիք դառնալով նրանց ձեռքին։ Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ եւ իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում եւ ատյաններում։ Ակտիվիստները բողոքի երթ են կազմակերպել ընդդեմ Երևանում օդի աղտոտվածության։ Ակցիայի մասնակիցները շարժվել են Երևանի կենտրոնական փողոցներով։ Երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, շարունակվել Հյուսիսային պողոտայով եւ Օպերայի շրջակայքով, ապա շարունակվել Մաշտոցի պողոտայով։ Ակցիան ավարտվել է Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, որտեղ մասնակիցները հանդես է եկել իրենց պահանջներով եւ բողոքի ելույթներով։ Короче, я записал здесь. Ладно, я вру вам, я ничего не записал. Потому что мне ничего не надо записать, чтобы просто сказать, что вы правы, если честно. Нам нужен чистый воздух, и это неприемлемо. Это все.
Իսկ որ օղակի պատասխանատվության տիրույթում է մայրաքաղաքի օդի աղտոտվածության հարցը, երբ կշնչի Երևանը, Անահիտ Սարգսյանն է անդրադարձել թեմային։ Երևանի շնչառությունը փակ է, իսկ մայրաքաղաքում բնակվողների համբերության բաժակը կարծես թե լցվում է։ Եթե պետքա բիզնեսներ փակվեն։ Եթե պետքա առանց կատալիզատոր մեքենաները տուգանվեն։ Եթե պետքա շինթույլտվությունները հետ վերցնեն։ Որովհետև օդի աղտոտվածությունից վտանգավոր ոչ մի բան չկա։ Մարդ կարա ինչ-որ բան չուտի, ինչ-որ բան չխմի, բայց շշնչել մի քանի րոպեից ավել չի կարա։ Սեզոնով պայմանավորված աղտոտված օդը երկար ժամանակ մնում է մթնոլորտի ստորին շերտում նստած։ Արտանետումները շատ են, հակազդող գործիքներ գրեթե չկան։ Մինչ մարդիկ համատարած փոշու ամպերի մեջ փորձում են վերագտնել երբեմնի բաց շնչառությունը, հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊԱԱԿ-ը գրում է. Իսկ դուք գիտեք, որ բնական աղբյուրներն էլ են աղտոտում օդը առանց մարդու միջամտության։ Օդի աղտոտումը միայն ավտոմեքենաների, գործարանների կամ արդյունաբերության արդյունք չէ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը նշում է, որ ժամանակին հանքերի դեմ պայքարող մեկ շնչի հաշվով բնապահպանների թվով Հայաստանը աշխարհում վստահ առաջատարն էր։ Հիմա այլ հարցում է առաջատար։ Ամբողջ տարվա հաշվարկով օդի միջին աղտոտվածությամբ գերարդյունաբերական Շանհայը ավելի լավ վիճակում է, քան Երևանը, իսկ օդը թունավորելու համար միայն հանքեր պետք չեն։ Պետք է սարսափելի կառավարմամբ քաղաքային աղբավայր, պետք են Ղազախստանի ավտոսվալկաներից անվերահսկելի ներկրվող անհամար մեքենաներ, զրո բնապահպանական կառավարմամբ շինարարություն, զրո կառավարմամբ անասնապահություն ու գյուղատնտեսություն, ներառյալ Երևանի ծայրամասերում եւ էլի այսպիսի պարզ ու հանքերի հետ կապ չունեցող բաներ։ Պարտադիր պայման է նաեւ այս ամենը չնկատող բնապահպանների առկայությունը։ Էկոլուր տեղեկատվական հասարակական կազմակերպության փոխնախագահ Վիկտորիա Բուրնազյանը ասում է, որ օդի աղտոտվածության թույլատրելի կոնցենտրացիայի ցանցումը նոր խնդիր չէ։ Հիմա գումարվել են նաև այլ արտանետումներ եւ ստեղծվել է նման տխուր պատկեր։ Շինարարության ոլորտից էլ մեր մոտ շատ արտանետումներ լինում։ Ճիշտ է, մշակվել են մի շարք կարգավորումներ, որպեսզի նվազեցվի փոշու արտանետումները, բայց մենք տեսնում ենք, որ այդ կարգավորումները, այն կանոնները, որոնք նախատեսված են, դրանք է պատշաճ չեն կատարվում։ Մենք ունենք Երևանում հանքեր, որոնց տարածքից եւս փոշի արտանետվում։ Այս ամբողջ համալիր այս արտանետումների փունջը բերում է այն վիճակին, որը մենք ունենք հիմա, իսկ այս եղանակին նաև տեսնում ենք տերևաթափ ու ծառերն էլ չեն կարողանում կլանել փոշի։ Հանքերը շահագործվում են բաց եղանակով, բնապահպանական միջոցառումներ չեն արվում։ Կանաչապատ տարածքների կորուստը լրջագույն խնդիր է։ Առողջապահական նորմերին դեռ չենք հասել 1 քառակուսի մետրի ցուցանիշով, թե մեկ շնչին պետքա մինիմում 9 քառակուսի մետր մենք ունենանք կանաչ տարածք, մենք դեռ այդ ցուցանիշին էլ դեռ չենք հասել։ Բնապահպան Գագիկ Սուխուդյանը օդի աղտոտվածության այսպիսի բարձր ցուցանիշների գլխավոր պատճառն ու Բարաշենի աղբավայրն է համարում։ Ասում է, արդեն 40-ից 50 տարի խոսվում է այս խնդրի մասին։ Սովետաշենը դա ոչ թե ռեգուլատոր է, ոչ թե չեմիսորը, միջնադարյան ձև աղբավերացնելու։ Մենք պետք է կառուցենք աղբավերամշակող գործարան։ Բնապահպանը հիշում է մոտ 35 տարի առաջ Գերմանիա կատարած գործուղումը, պատմում փորձի մասին։ Եթե դուք մտնեիք այդ գործարանը, աղբավերամշակման գործարանը, դուք ոնց որ կմտնեիք հիվանդանոց, սպիտակ խալաթներով, աղբը գալիս է գործարան, աղբը տեսակավորում են եւ այդ գործարանները միակն են, որ հումքի համար չեն վճարում իրանք, հումքի համար փող են ստանում։ Համենայն դեպս ինչ վերաբերում է թունավոր օդի մեջ ապրելուն, ապա բնակիչները ոչ թե խնդիրը լուծելու, այլ գոնե խնդրից պաշտպանվելու համար են լուծումներ փնտրում։ Օրինակ, օդը մաքրող սարքեր են փորձում տեղադրել իրենց տներում։ Իսկ քաղաքապետարանից փոխանցում են, որ տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա հյուսիսից։ Ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Կալիֆոռնիայի Ստոկտոն քաղաքում երեխայի ծննդյան խնջույքն ավարտվել է կրակոցներով, որոնց հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում 3 երեխա, հայտնում է CNN-ը։ Ոստիկանությունը հայտնում է, որ երեխաները 8, 9 եւ 14 տարեկան են եղել, զոհվել է նաեւ 21-ամյա դեռահաս, 11 մարդ վիրավորվել է։ Հռոմի պապ Լևոն 14-րդը հայտարարել է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության միակ լուծումը պետք է ներառի պաղեստինյան պետության ստեղծումը։ Հայտարարությունը Հռոմի պապն արել է Բեյրութ ուղևորվելիս։ Լիբանանը նրա առաջին արտասահմանյան ուղևորության երկրորդ կանգառն է Թուրքիայից հետո։ Բեյրութ մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում կաթոլիկ աշխարհի առաջնորդը անդրադառնալով տարածաշրջանում տնտեսական անորոշությանը, քաղաքական բաժանումներին եւ լարվածությանը, ներառյալ Իսրայելի հետ պատերազմը, կոչ է արել Լիբանանի առաջնորդներին մի կողմ դնել տարաձայնությունները հանուն խաղաղության, հիշեցնելով, որ այն չպետք է լինի պարզապես ձգտում, այլ անհրաժեշտություն։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զարա Սարգսյանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր նկատմամբ շարունակվող դատական գործընթացների ֆոնին ներմախնդրանքով դիմել է նախագահին։ Նախագահի գրասենյակի պատասխանը չի ուշացել։ Նախագահը պատասխանատու եւ բարեխղճորեն կքննարկի խնդրանքը, լսելով բոլոր կարծիքները, հայտնել է նախագահի գրասենյակից։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նամակ էր հղել հերցոգին, կոչ անելով դադարեցնել Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումը եւ ներում շնորհել վարչապետին։ Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի համար, սակայն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ուկրաինական հակամարտության հարցում ժամանակը Ռուսաստանի օգտին է, այլ ոչ Ուկրաինայի, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Դիվեր Տամդ Զոնթանք թերթին տված հարցազրույցում։ Ժամանակն է հրաժարվել պատրանքներից եւ նայել իրականության աչքերին։ Սթափեցնող իրականությունը ներկայացված է ամերիկյան խաղաղության ծրագրում, ասել է Հունգարիայի վարչապետը։ Պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ըստ նրա պետք է շարունակի գոյություն ունենալ որպես բուֆերային պետություն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև։ Հռոմի պապ Լևոն 14-րդը Թուրքիայից հետո երկօրյա այցով ժամանել է Լիբանան։ Նա միջերկրածովյան այս փոքր երկիր է ժամանել պետության համար դժվարին ժամանակաշրջանում, տարիներ տևած ճգնաժամերից հետո։ Նա կատարել է իր նախորդի Ֆրանցիսկոս պապի խոստումը, որը տարիներ շարունակ ցանկացել է այցելել այս երկիր, սակայն չի կարողացել դա անել իր վատթարացող առողջական վիճակի պատճառով։ Airbus կորպորացիան հայտարարել է, որ հետ է կանչում A320 ընտանիքի նշանակալի թվով ինքնաթիռներ ծրագրային ապահովումը շտկելու համար։ Ոլորտի աղբյուրները հայտնել են, որ սա կխաթարի ինքնաթիռների համաշխարհային պարկի կեսի աշխատանքն ազդելով մի քանի հազար ինքնաթիռների վրա։ Սա կարող է հանգեցնել չվերթների, չեղարկումների եւ ուշացումների Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում տարվա ամենածանրաբեռնված շրջանում։ Լատվիայում արգելել են պաշտոնատար անձանց լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը համացանցում, այդ թվում նախագահի եւ վարչապետի։ Պաշտոնյաներին տեսանկարահանելն ու լուսանկարելը թույլատրվում է, սակայն կադրերն առցանց հրապարակելը արգելվում։ Խախտումները կարող են հանգեցնել վարչական տուգանքների, որոշ դեպքերում քրեական հետապնդման։ Ինդոնեզիայում ջրհեղեղների եւ սողանքների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 440-ը, եւս 406 մարդ անհետ կորած է համարվում։ Կոնգոյում կառուցվել է $2 միլիոն արժողությամբ փայտե կամուրջ, որը փլուզվել է հենց բացման ժամանակ։ Տասնյակ մարդիկ հայտնվել են ջրում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։